Ուրեմն ինչ հանգամանքներում են նախ ծածկվել էր փետրվարի 12-ի ահազանգը, սա նկատենք, նաև մեր գործընկերները հասկանան, որ առհասարակ չի եղել հաղորդագրություն ոչ փետրվարի 12-ին ու ոչ էլ ապրիլի 22-ին, որտեղ 24-ից ես եմ տեղեկացված այս դեպքի, մինչև ես սկսում էի հետաքրքրվել, դանակահարությունը տեղի ունեցավ։ Եվ այս ամբողջ ընթացքում իրենք լռություն են պահպանել, նաև պաշտոնապես ինչի իրավունքը չունեին։ Հաղորդումներ չի եղել ոստիկանության կողմից եւ ոստիկանության կողմից կոծկել բառը մենք ձևակերպում ենք նաեւ հենց այս հիմքերը հաշվի առնելով, բայց ժողովուրդը խոսել է փետրվարի 12-ից, մենք իմացանք դրա մասին շատ ավելի ուշ, երբ ազատությանն էին հայտնել, չէ՞, որ փետրվարի 12-ին դեպք եղել։ Ինչ հանգամանքներով են հարցաքննվել, ինչպես են հարցաքննվել, որ այդպես հակասական տեղեկատվություն։ Ուրեմն ըստ հարազատների մենք ընդհանրապես տեղեկացված չենք, որովհետև փետրվարի 12-ի վարույթով մեզ որևէ բան հայտնի չի, երեք թեպետ ամբողջ օրը մենք եղել ենք վեդի քննչական բաժնում, բայց փետրվարի 12-ի գործը քննող քննիչի հետ մեր հանդիպումը չկայացավ, թեպետ զբաղվածությունը շատ էր։ Այսօր ասում է աղջիկը հարցաքննվել է, երբ որ ես քննիչին հարց եմ տալիս, ասում է մասնակցել է առերեսման, հետո լրացուցիչ հարցաքննվել է, մի բան, որը մեզ համար անհայտ էր։ Շատ դժվար է, ես նորից կրկնում եմ, երեխան չի խոսում, երեխայից տեղեկատվություն ստանալը շատ բարդ է։ Երեխայի օրինական ներկայացուցիչը, մայրը, նույնպես ունի խնդիրներ, ով չգիտեմ ոնց են ճանաչել օրինական ներկայացուցիչ։ Բայց ամենազավեշ տալին այստեղ այն է, որ ըստ հարազատներին մեզ հայտնած տեղեկատվության երեխայի հարցաքննությունը տեղի է ունեցել միայն հոգեբանի եւ քննիչի մասնակցությամբ եւ առերեսումը տեղի է ունեցել հոգեբանի, քննիչի եւ երրորդ անձի բարերարի մասնակցությամբ առանց օրինական ներկայացուցիչի, այսօր են ասել ներողություն, ինձ ասացին հոգեբանը լիցենզիա չի ունեցել։ Եթե Անին է եղել հոգեբան, լիցենզիա ունի, ով 3 մասնակցել է, ասում եմ, ես լիցենզիայի մասով չեմ կարող ասել, ասում են հոգեբան։ Պատկերացրեք, որ երեխայի հայրը դրսում կանգնած ա եղել, երեխայի հորը թույլ չեն տվել, որպեսզի մասնակցի որպես օրինական ներկայացուցիչ։ Հարցաքննություններին, անգամ հարցաքննության անչափահաս երեխաների, սեռական բնույթի հանցագործության զոհ դարձած երեխաների հարցաքննության կարգի չեն տիրապետում։ Քննիչները երկուսն էլ տղամարդ են, դատական բժիշկը տղամարդ է, երբ որ ես հարցնում եմ աղջիկ ջան, ինչի համար դատական բժշկի մոտ թույլ չես տվել, որ քեզ զննեն, ասում է ես վախեցա։ Տղամարդկանցից երեխաները ընդհանրապես վախ են զգում, եւ դա բնական է։ Խոսում ենք 15 եւ 17 տարեկան երեխեքի մասին։ Պատկերացնում եք, առերես հարցաքննություն են անում, դեմ դիմաց նստացնում են 15 տարեկան երեխուն, այն մարդու դիմաց են նստացնում, ումից ինքը սարսափում է։ Երեք ասել մեզ այդ մասին այդ երեխան։ Ու ասում է, չէ, ես ինքը ինձ ոչ մի բան չի արել։ Երեք մեզ ասում է, ես չեմ կարող ասեմ, ես վախենում եմ։ Կներեք, մի էական բան ասացիք մինչև ասուլիսից սկսելը, քանի որ իրենք անհետացնում են դատաբժշկական փորձաքննություն եւ այլ, իհարկե գինեկոլոգի այս դատաբժշկական փորձաքննություն չի, բայց ես գիտեմ, որ երեխաների ձեզ պատմածի հետ համոզումներ են եղել։ Հարցը տալիս եմ, որովհետեւ արդեն քննչականը ինքն է նախաքննական գաղտնիքը, այսպես տրորել, հա։ Ուրեմն ձեզ ասեմ, 17 տարեկան աղջկա մասով կա արդեն դատաբժշկի եզրակացություն, 17 տարեկան աղջիկը զննվել է եւ իրենք ունեն որոշակի հանգամանքներ, եզրակացությունը 3 են մեզ տրամադրել եւ այդ եզրակացությունը արդեն իսկ հիմք պետք է հանդիսանար իրենց կողմից կոնկրետ գործողություններ կատարելու համար։ Այսինքն համընկել է աղջիկների պատմածի հետ։ Այո։ Այո։ Լրացուցիչ դուք եք, չէ՞, ոնց որ գինեկոլոգի։ Լրացուցիչ երեխաներին, այո, մեր միջոցներով, մեր միջնորդությամբ տարվել է, երեխաները հետազոտվել են, դրա մասին զուտ ելնելով երեխաների շահերից չեմ ուզում խոսել, բայց այն ինչը հայտնաբերել ենք սարսափելի է։ Այսինքն ժամկետների հետ համընկնում, մասնակցների։ Ոչ միայն դա։ Իսկ բազմակետերը դնեմ, մնացածը դուք արդեն կարող եք ենթադրել։ Սահմռկեցուցիչ
Այո, մենք սահմանկեցուցիչ փաստեր ունենք այս պահին մեր ձեռքի տակ, որը ոչ թե մենք պետք է հավաքագրենք, այլ իրենք պետք է արդեն իսկ դրանք ունենային։ Իսկ դուք հարցի պատասխանը ունեք, լավ, ինչու են այսպես փորձել կոծկել եւ երեք ինչու են այդպես պաշտպանում։ Մենք որպես լրագրողներ բազմիցս ականատես ենք եղել, թե օրինակ մի կծու-թթու ստատուսի համար, թե ինչպես կարող են մարդկանց փռել ասֆալտին, իսկ երեք փաստաբաններից, հարազատներից եւ լրագրողից պաշտպանում էին ոստիկանները մանկապիղծները։ Ծառերի փշերի միջով անցկացնում էին, միայն թե դեմքը չնկատեն։ Ժողովուրդ, դուք պատկերացնում եք մենք հիմա ինչի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք մանկապիղծների մասին, ու մենք խոսում ենք, թե ինչի այս մարդիկ մինչև հիմա կալանավորված չեն, այն պարագայում, երբ մենք ունենք ընդամենը մեկ գրառման համար կալանավորված սրբազան։ Հիմա սրա պատասխանը մեզ ով է տալու, հասարակությանը ով է տալու։ Ինչի են պահում այս մանկապիղծներին։ Ես չգիտեմ ինչի են պահում, բայց այն որ այս մանկապիղծները հատուկ արտոնյալ կարգավիճակներից են օգտվում, դա միանշանակ է։ Դա միանշանակ է։ Այդ մարդիկ իրանց ոտքով մարդկանց բերեցին, ընդունեցին, հրավիրեցին ոստիկանություն։ Ես բռնությանը դեմ եմ, ես չեմ ասում, որ մարդիկ պետք է բռնության ենթարկվեն, ես չեմ ասում, որ մարդկանց տենց իրանց սիրած բառերով, ասֆալտին փռելով պետք է տանեն բերում։ Դավիթ Մինասյանին ո՞նց են տարել։ Մարդիկ եկան, հետո էլ գնացին։ Այսինքն այդպես է, Դավիթն էլ այդ ժամանակ կարգավիճակ չուներ, երբ որ Դավիթը ձեռնաշղթաներով գլուխը կպցրել էին գետնին ու Դավիթին տանում էին։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա դուք ասեք, համեմատությունը լավա դուք եք վերում։ Այս մարդկանց նկատմամբ լավ մեղմ ասեմ, լավ վերաբերմունք կա թե չկա։ Չգիտեմ, պատճառները երևի թե իրենք մեզ պետք է ասեն։ Ինչ վերաբերվում է քննչական կոմիտեի հայտարարությանը։ Ոնց կարելի է այս գործով, երբ այս գործերով նախաքննությունը գաղտնի է, դատական նիստ եթե լինում է, դա դռնփակ է, անձնական կյանքին վերաբերվող, անչափահաս երեխաների անձնական կյանքին վերաբերվող այդ տեղեկատվությունը այդ աշճանի բացահայտ տալ։ Ոնց կարելի է, որ հանկարծ այս երեխեքը հանկարծ գնան ինքնասպանության փորձ անեն։ Դուք պատկերացնում եք մենք ինչի դիմաց ենք կանգնելու։ Երեխեքը էլ փողոց է դուրս չեն գալիս, երեխեքը իրանց տներում չեն ապրում։ Երեխեքը ապրում են ցակ ու ցրիվ, ամեն մեկը մի տեղ են տարել հարազատներ ապրում։ Այս երեխեքի նկատմամբ մինչև հիմա ոչ մի հատ հոգեբան է մոտեցել աշխատել։ Երեք մեզ նոր ասում են, կարող է երեխեքը ուզենան իրանց տեղավորենք ինչ-որ խնամքի կենտրոնում։ Այդ ինչի մենք նոր պետքա բարձրաձայնենք, մտածենք, որ կարելի է այս ընտանիքին կամ երեխեքին տանել խնամքի կենտրոն։ Այսինքն Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի գործել։ Վեդու իհարկե չի գործել։ Վեդու համայնքապետը իր ինքը չի ղեկավարը, իր ղեկավարման տակ չեն գտնվում խնամակալության հոգաբարձության մարմին։ Այո, բոլոր իմաստով։ Ինչով է գործել։ Վեդու համայնքապետը լավ գրառումներ է կատարում մենակ անվաների 18 տարեկան երեխեքի մասով, որ դոլը խուլիգանչիկը էդ էր, որ խորհուրդար եւ ասում է, որ վերջի զանգը երեխեն անպայման անցակացնելու բանում, բերդում անցկացնելու, չարախնդում է։